կենտրոնը ինքը պետք է դառնա Հայաստանում առողջության կենտրոն լեռներում։ Մարդ մի անգամ չի գալիս ու այդ օրը ստանում իր ասենց ասեմ դիագնոստիկա։ Այսինքն մաչելի, բայց դուք պատկերացնում եք այն գելերը ձեզ ինչ կանեն, էլի։ Ինչ անում եմ սիրով։ Եվրոպայից շատ զանգում են ու ինձի ասում են մենք ինչով կարանք ձեզ օգնենք, որ գնաս հաղորդմանը, սպասի, որ քեզ պետքա հորդորեն, հա, ասենց վատ բաներ գրեն։ Հայաստանը ամրացնելու համար, Հայաստանը մեծացնելու համար ցես չի լինելու մի անգամից։ Ոչ միայն կրեմներ, ես դեղեր եմ սարքում, ես ասենց ասած դեղերի էքստրակտներից ես դեղեր եմ սարքում։ Եթե դու ուզում ես քո հայրենիքի համար մի բան անես, ամենամեծ ներդրումը դու ես ու քո էներգիան։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Մինչ դուք բաժանորդագրվում եք մեր ալիքին, ես մեծ սիրով ներկայացնում եմ բուժակ, թվագետ, մելամոր, կոսմետիկայի ցանցի հիմնադիր Մելինե Հայրապետյանին։ Բարև եք եկել, հարգելի Մելինե, ասացեք խնդրեմ, ինչպիսի արձագանք կա առաջին հաղորդումից հետո, ինչպես են մարդիկ արձագանքում։ Բարև Արտակ ջան, ուրեմն ճիշտն ասած մի քիչ ինձ համար զարմանալի էր։ Հաղորդմանից հետո ես շատ զանգեր ստացա բարեմաղթանքներով, որ բարով եք եկել, դուք մենակ չեք ու դե իմ կենտրոնը բացվեց ու մարդիկ գալիս են բժշկության համար, որ ձեր միջոցով իմացել են իմ մասին, անգամ այնպիսի խորը խոսքեր են ասում, օրհնում են ձեզ։ Ես էլ մտածեցի վատ բաներ են ասում։ Չէ, շատ օրհնում են, սիրում են ձեր ալիքը, հետևում են ու գոհ են շատ ձեր ալիքից ու ես էլ ուզում եմ ասեմ, որ շնորհակալ եմ, անգամ ես մտնում եմ, նայում եմ, կարդում եմ ինչ գրում են, միշտ վախենում էի, որ ինձ լավ բաներ չեն գրի, բայց անգամ ես էլ հուզվում եմ ու շատ ինձ էդի թևա տալիս ոգի շնչում է, որ ես անեմ ավելին ու իմ Հայաստան գալը տեղափոխվել էդի շատ ճիշտ էր։ Այսինքն մարդկանց խոսքերը ձեզ քաջալերում են, ուժ են տալիս։ Այո, ես ուզում եմ շնորհակալ լինեմ ձեր պուբլիկայից, հա։ Ասեմ բոլորին շատ շնորհակալ եմ ու թող բոլորի տանը Աստված պահապանի։ Շնորհակալություն հարգելի Մելինե, անկեղծ եթե ասեմ, ինձ համար էլ բավականին sense շոյի չէ եւ զգացված եմ, որ դրական խոսքեր կան։ Սա մեր աուդիտորիան չի, մեր լսարանը չի, սա մեր ժողովուրդն է, մեր հասարակությունն է, աշխարհասփյուռ տարբեր երկրներից։ Բարեկամներ, իսկապես զգացված ենք ջերմ խոսքերի համար եւ ես խնդրում եմ, հորդորում եմ, որ կարևորեք ձեր յուրաքանչյուր մեկնաբանություն, հավատացեք, ցանկացած յուրի բոլորիս համար ձեր յուրաքանչյուր խոսք կարևոր է։ Կարևոր է, եկեք սիրենք, եկեք այդ դրականով, ջերմությամբ ավելի ուշ տանք լավ գործին։ Տվյալ դեպքում Մելինե Հայրապետյանի գործին, իդեպ հենց գործերից էլ եկեք խոսենք, կենտրոնը բացվեց, չբացվեց, ուր եք հասել։ Կենտրոնը բացվեց, գտնվում է Կոմիտասում, Համբարձումյան փողոցին, Համբարձումյան 6, ապրիլի 1-ին մենք բացումն է, իդեպ հրավիրում եմ ձեզ, մեծ Իսկ կարող են մասնակցել մարդիկ գալ։ Այո, սահմանափակ է թե սահմանափակ է, ամսի 1-ը բացումն է, 2-ից 4-ը բաց դռների օր։ Ահա, որ մարդիկ կարողանան գան այդ օրը, իմանան։ Այո, մենք նաև միայն ես չեմ այդտեղ աշխատում, հիմա մենք կազմում ենք մասնագետների խումբ, որտեղ կլինի մեր բուժման մասին, մեր մեթոդիկայի մասին, Մելինե, ինչ բուժումներ են իրականացվում։ Հիմա ձեզ մարդիկ լսում են, ինչ խնդիրներով հաճախ են այդտեղ։ Ովքեր կարող են դիմել եւ մեզ դիմում են համ երեխաները, մեծերը, մեծ տարիքով, հա, անգամ ոսկորներից սկսված եւ հոգեբանության։ Մենք ունենք հոգեբաններ, այո, ես բուժման մեջ ոչ միայն մարմինն եմ բուժում,
Մենք բուժում ենք մեր մարմնի մեջ կա 3 հատ составляющие, հա, 3 հատ, հա, բաղադրիչ, այդ մեր ուղեղն է, մեր հոգին է եւ մեր մարմինն է։ Ու այդտեղ չի կարա մի հատ բժիշկ էդի բուժել, հա, էդի արդեն կոմպլեքսն է։ Պետք է համալիր բուժվի։ Հա, համալիր։ Ոտ ես անցած անգամ որ խոսեցինք, այտենց չէի կարում բուժումներիս ինչ որ չափը կարող ենք ցուցադրել ընդհանուր գոնե այսպես ընդհանուր պատկերացում մարդիկ։ Հա, ողնաշարի ծռություն, պսորիազը, ջրաղտ։ Ահա։ Սրանք մաշկային, հա։ Մաշկային խնդիրներն, ոսկորների, աղինների, մազաթափության, ունենք հիանալի վրաչ, կոսմետոլոգ, դերմատավեներոլոգ, որը որ իմ կոմպլեմենտար բուժման մեջ արդեն սկսում է բժշկել։ Ունենք շատ տրաֆիչսկի խոցերով, որը որ հիանալի բուժվում է, հիմա ներկապահիս ձեր մեջոցով իմացել է իմ մասին, ունի տրաֆիչսկա язва, Թիֆլիսից է եկել իմ մոտ, արդեն մենք մի փուլը վերջացնում ենք, ունենք հիանալի Մասնագետ ով տեսել է հաղորդումը եւ կապնվել է ձեզ։ Չէ, մասնագետ չէ, պացիենտ։ Պացիենտ, հասկացա, ընտիր։ Ու ունենք, ասենք այս կարճ ժամանակում ունենք հիանալի ռեզուլտատ։ Հուսամ հաջորդ հանդիպմանը հենց իմինը կբերեմ, անգամ այդ կնոջը, ասում եմ, շատ շուտով ձեր ոտը կլինի հանրային։ Բայց ինչու՞ չէ, թող մարդիկ տեսնեն, որ միայն խոսքով չէ, այսինքն կա արդյունք, կա մարդ, որը դիմել է խնդրով եւ բուժել եք։ Այո, նաեւ մեր կենտրոնը պատրաստ է, մենք հլա միջև վերջ ես թիմը չեմ հավաքել ու ամեն յուրահատուկ սպեցիալիստը որ գալիս է, լավ զննում եմ, պետքա ես հավատամ, պետքա տեսնեմ ռեզուլտատը, որ ինքը մտնի մեր թիմի մեջ, որովհետև ինչը որ հիմա ոնց որ բացել եմ այդ կենտրոնը, ինքը պետքա դառնա Հայաստանում առողջության կենտրոն Լեռներում։ Ոտ միտքը այդ է, որ նպատակ եմ դրել Հայաստանում առողջարական կենտրոն իմенно Լեռներում։ Փաստորեն մասնագետները պետք է լինեն յուրահատուկ եւ մի քիչ համալիր մոտեցմամբ։ Այո։ Ոչ թե ավանդական մեր այս ընդունված կերպով։ Դե նայեք, կոմպլեմենտարնի բուժումը ինքը կլասիկի բուժումն է։ Հա։ Ու նաև ալտերնատիվ բուժումն է։ Ասենք, դապուստիմ գալիս են, ես ունեմ բժիշկներ, ես անգամ Մոսկվայի հետ էլ կապ ունեմ, քանի որ նայած ինձ ստադիայում է։ Հա։ Ես կապնվում եմ բժիշկների հետ ու մենք իմ մոտ չկա մի անգամ որ մարդ մի անգամ չի գալիս ու այդ օրը ստանում իր ասենց ասեմ դիագնոստիկա։ Մարդ իմ մոտ այցելում է 3 անգամ։ То есть մարդ օրգանիզմ ինքը կա puzzle է ու չես կարա մի անգամում հավաքես։ Դե հա։ Թույլ կտաք մի երկու բառ գներից խոսենք, շատ աստղաբաշխական է ձեզ մոտ, թե։ Հա, գները։ Որտե մարդիկ առողջապահական ոլորտը լսում են, վայ մամա ջան, գները աստղաբաշխական են։ Նայեք, ես երկար եմ մտածել այդ մասին, ուսումնասիրել եմ Հայաստանի բժշկությունը, պետական հիվանդանոց չկա։ То есть դու եթե քեզի օպերացիա պետք է անեն, դու անպայման պետք է ունենաս գումար կամ էլ մեռնես։ Հա։ Ու ես այդ մասին շատ մտածեցի, անգամ ես երազում էի, որ ձայն ունենամ, բարձրացնեմ, որ ամեն երկիր պետք է ունենա հիվանդանոց, որտեղ մարդ կարա գնա։ То есть դրա համար իմ գներս ես դրել եմ այնպես, որպեսզի կարողանան բոլորը գան։ Կարամ արդյոք ասեմ։ Այսինքն մաչելի։ Հա, սրեդնիմ это 15000, 16000 դրամն է։ Բայց դուք պատկերացնում եք այն գելերը ձեզ ինչ կանեն։ Ճիշտն ասած արդեն 100,000-ներ, միլիոններ բաներ։ Հա, ճիշտն ասենք կինեզիոլոգիան այստեղ սրեդնիմ 27000 դրամ է, մեր մոտ 16000 դրամ է։ Ես արդեն ունեցել եմ զանգեր։ Առաջին մարդն է, ով հնչեցնում է համարձակ իր սակագների մասին, փաստորեն։ Հա, ես ուզում եմ լինի մաչելի, որ բոլորը
Նայեք, եթե ես ուզենայի բուժման մեթոդով փող վաստակեի, ինչու եկա Մոսկվայից։ Հա, էլի։ Вопрос логический։ Ես այնտեղ ավելի շատ եմ աշխատում։ Հա, ես սիրում եմ, ես մեծացել եմ Ռուսաստան։ Ճիշտն ասեմ, ես միշտ ասում եի, որ Հայաստան ինձ ծնել է, Ռուսաստանը իմ երկրորդ մայրն է, ինձ մեծացրել է։ Բայց այստեղ հոգիս ցավում է մարդկանց համար։ Չեմ կարող այլ։ Ինձի շատ են ասում, Միլենա, այդ գները դու ռեզուլտատ ես տալ, այդ ինչ գներ է։ Դրա համար ես մտածել եմ ու եւ արտադրել եմ կոսմետիկաս, որից ես կարող եմ հուսամ, իդեպ ասեմ, շատ ինձ աջակցում են, օգնում են, որ երգիրներ ուղարկենք, այն կոսմետիկան կլինի իմ ոնց որ եկամուտը, իսկ բժշկությունը կլինի ձեր առաքելությունը։ Այո, ապրեք, ճիշտ է։ Մելամոր բրենդի մասին, եթե կարելի է, ինչ պրոդուկտներ կան, մեր հավատարի մետևորդները վստահ եմ Life Armenia-ով տեսնում են տարբեր ինտերակտիվ հարցումներ, անցորդներին նվիրում ենք տարբեր այսպես խաղերի հարցերի միջոցով եւ հանրայնացնում այս բրենդը։ Հիմա մեր արժեվ էլ կա, հարգելի Մերինեն, հիմա ձեզ երևի ցույց կտա ու երկու բառ կասի թե։ Հա, Մելամորն ինչ է, այս ձեր կոմերցիոն մասն է։ Հա, դե Մելամոր, ես շատ երկար մտածել եմ անունի համար, միշտ ուզել եմ ինչ-որ լինի, որ այդ բառի մեջ ներառվի Հայաստանը։ Ասենք հին ինչ-որ ախր լրիվ կա, Նայիրի կա, Արարատ կա, չգիտեմ, լրիվ կա։ Ու մի հատ բավականին շատ խելացի աղջիկ էր, ասեց դու ես Հայաստանը։ Ինչի ման ես գալի, ինչ-որ անուն, որ քո բրենդի անունը որպես Հայաստան լինի, քո անունը արդեն դու Հայաստան ես։ Դե հա, մի մասնիկ եք Հայաստան։ Այո, դրա համար մել, ամոր, որ դառնա, որ ինչ անում եմ սիրով։ Օ, ինչ հետաքրքիր է։ Ոտ, դարավ Մելամոր։ Այս էր Մելամորի ստեղծման պատմությունը։ Այո։ Okay, հիմա պրոդուկտներից խնդրեմ, ինչ է արտադրում Մելամորը։ Հիմա մենք ունենք անցած անգամ ասացի, որ մենք ունենք սերիաներ գինուց, շատ սիրում եմ տոնածառի յուղը, շատ բանահա պիղտայի։ Հիմա ներկա պահին էսի շամպունն է։ Տվեք ես ցուցադրեմ եւ խնդրենք մեր օպերատորին, որպեսզի մի քիչ ավելի խոշոր պլանով մեր հերոստայտողներին ցուցադրենք։ Չոր մազերի համար։ Նաև դրա բալզամն է, որը որ սնուցում է մազերը, ինքը բոլորովին էկոսաստավ է իրան, բաղադրությունը բնական է, այո, ոտ, այսպիսին։ Իրենք տարոներով, ճուպիկներով, սրվակներով լավ կներեք բան են, շատ նման են, բայց այնտեղ բաղադրությունը բանը վստահ է։ Գինուց նաև ունենք գել, հա, ինքը պենագել, для увлажнения, էլի չոր մաշկի համար է, բայց գելերը ունենք նաև տոնածառի հունքից, ժասմինից։ Դուք կարող եք այդպես ուղղակի ցուցադրել, համ տեսախցիկով երևում է, համ մենք իհարկե ընթացիկ նաև տեսաշարով ցույց կտանք։ Նաև ունենք կրեմներ, հա, էսի իմինը գինուցա, գինու սերիայի մեջ է մտնում, բայց մենք ունենք նաև մակադամիա արեխի յուղից պատրաստվածը, որը որ պրոբլեմատիկ մաշկի համար է։ Ոչ թե իմ պրոդուկտն է, ես հիմա ասում եմ, ինքը հիանալի օգնում է։ Ուղղակի հիանալի օգնում է։ Ես պրեզենտացիա ունեցա Մոսկվա, որտեղ բանով, տեստերներով, որ մատչելի լինի, մարդիկ վերցնեն, փորձնեն, ասեն, դուրը չեկավ, ոնց որ չափսոսան գումարը։ Հասկացա։ Ահա, ու ասենք այդ օր ունեցել եմ 45 հյուր, որից 40-ը կիներ, ու բոլորին խնդրել եմ, նվերներ եմ անգամ տվել ու խնդրել եմ, որ ինձ հետ պատասխան տակ ու չի եղել մի հատ պատասխան, որ ասեմ վատը։ Հետաքրքիր է։ Դե Ռուսաստան կասեին, այստեղ կարող ամոթից չասեին։ Չէ, հենց այստեղ որ չեն վստահում Հայաստանում ու ավելի շատ ոնց նկատել եմ Հայաստանում սիրում են դրսի արտադրանք։ Դե հա։ Ահա, բայց հիմա աշխատում ենք այդ էլի իմ կենտրոնում գա
անգամ կարող են գանքսեն իրանց մաշկին, պրոբնիկներ ունեմ, տեստերներ ունեմ, հա ինքը ինքսենց պատրաստ է, բայց ինքը ունենք տեստերներ, то есть կարա գակ, ասենք չտակ, допустим, 5000 դրամ, այլ կարակ տակ 1000 դրամ, դուք վերցնեք ձեր պրոբնիկը, տանեք տեսնեք, մի 5 անգամ քսեք, արդեն դուք ռեզուլտատը ստանում եք։ Նաև հիանալի կանանց համար, նայեք, ես ոչ թե միայն ինչ որ սարքել եմ մարմնի համար, այլ հասկանալով կանանց էներգետիկան։ Ահա, շատ կարևոր է հոտերը։ Օրինակ ամեն կնոջ համար վարդերի հոտը իրան թուլացնում է, իրան մեղմացնում է։ Դրա համար օրինակ մեր բանը լասյոնը, այդ դեկոլտեի դեմքի համար է, ինքը շատ ունի այդ ծաղիկի բույրը։ Առավոտյան, երբ որ առավոտյան դուշ ընդունում է, ինքը փչում է անկախ։ Թարմեցնող, հա, բույրը։ Հա, համ ինքը խոնավացնում է մի մաշկը, բայց այդ հոտն էլ իրան ամբողջ օրը տրամադրություն է պարգևում։ Եվ ամենամեկ էլ սիրելին, ասեմ, էսի բանն է, գել դեմքի համար է։ Ես տեսնում եմ, որ շատ ունենք դեմքի մաշկի խնդիրներ, ասեմ, որ մեր կենտրոնում մենք ունենք հիանալի բժիշկ, հա, մասնագետ, որը որ իհարկե իմանալով լավագույն իր աշխատանքը, նաև մեր արտադրանքը, մենք ստանում ենք լավ ռեզուլտատներ։ Մոտ ժամանակ արդեն իմ էջում, արդեն մեր մելամոր առողջության էջում կլինի դոյ պոստլի։ Մինչ եւ հետո։ Հա, то есть բուժումները կլինի, որ մարդ մտնի, տեսնի, որ իրոքից կա ռեզուլտատ։ Նաև ոնց հասկացա, ոտի, նայեք, ոտի խնդիրներ եմ տեսնում, ոչ միայն Հայաստանում, դրսում էլ։ Էսի ոտի հոտի ու գրիբոկի համար է, բայց ամենքս հասկանում ենք, չէ, եթե մարդու մեջ խնդրեմ կա, միայն քսելով չենք, ահա, ինքը ունի, то есть իր ապաճկայի մեջ գրած է, ինչ վաննչկեք հանեք, ոնց կոշիկը պահեք, ոնց օգտագործեք, то есть ես միայն չեմ ծախում ձեզի ասում տարեք փչեք, то есть իր մեջ նաև լինում է, թե դուք ոնց որոշակի բուժման նաև։ Այո, որոշակի։ Ու նաև մի հատ է խոսենք սկրաբների մասին, մենք սաղս էլ կանայք ավելի շատ դեմքին են ուշադրություն դարձնում, մարմինը թողում, օրինակ էսի սկրաբա մարմնի, ասենք մեր մոտ որ գալիս են սպա, էլի օգտագործում եմ իհարկե մելամորը, նաև կարելի է այսը տուննել, ինքը կոֆեից է պատրաստած, սպիտի կոֆե, հա, կոֆեից է, ոնց գիտեն կոֆեն ինքը չորացնող հատկություն ունի եւ պորերը բացող։ Այսքան հետաքրքիր բաներ եք արտադրում։ Հա, էսի մի մասնիկն է։ Ես 23 հատ պոզիցիա ունեմ։ Առավել մանրամասն մարդիկ կարող են ծանոթանալ։ Այո, էջերը արդեն սկսում աշխատել։ Մելամորի պաշտոնական էջեր այցելելով եւ նաեւ կենտրոն։ Այո։ Գալով, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, Համբարձումյան 6 հասցեով։ Ահա, անցնենք առաջ, պաշտոնական բացումը, հա, պրեզենտացիան Երևանում երբ է լինելու եւ արդյոք այլ քաղաքներում եւս կլինեն։ Նայեք, եթե մենք ունենք արդեն հստակ օր մեր բացման համար ապրիլի 1 եւ 4 օրը կլինի բազդարների օր, շատ հետաքրքիր կլինի, անգամ կփորձենք դաժե նկարահանում անենք, որ մարդիկ որ չեն կարող, ուզում են գալ, բայց չեն կարող, որ իրանք կարան следить за нашей страницей, հետևեն մեր էջին, լուսաբանել, մարդկանց կարծիքները հարցնել, հանրայնացնել տարբեր քաղաքներում։ Իսկ օֆիցիալնե պրեզենտացիան ես լա չեմ ունեցել, երկար մտածել եմ, ինձ հրավիրել են օֆիցիալին անել Ռոստովում կամ Մոսկվայում, դաժե Սանկտ-Պետերբուրգ, բայց ես երկար մտածեցի եւ որոշեցի, որ դա պետքա լինի Երևանում, որովհետեւ ինքը իմ բրենդը ծնվում է Հայաստանում, պետքա իր առաջի ծնունդը լինի Հայաստանում։ Դա կլինի ամառվա ամսերքին, բայց լավ որ հստակ օրը չկա, բայց որ
մարդկանց հետաքրքրում է, կարող են բաժանորդագրել edge-ին, իմенно Melamor Natural կոսմետիկայի edge-ին, այնտեղ անպայման կլինի։ Ու մեծ սիրով կսպասեմ բոլորին այդ։ Ինչ process-ում է Melamor Shop-ը կամ այսօրվա լեզվով ասած ֆրանշիզան, Ահա, մենք ստեղծում ենք նաև ֆրանշիզա։ Նայեք, ինչ է դա կոչվում։ Օրինակ, ես ունեմ Melamor առողջության կենտրոն եւ շուտով կլինի shop, մագազին, հա, խանութ։ Իսկ դա կարա միանա մի հատ կենտրոնի մեջ։ Հիմա մենք աշխատում ենք, դիզայներներն են աշխատում, փաստաբանները, այդ լրիվ նոտարիալն է, որ լինի ուժը պրոդուկտ։ Այո։ Բայց sense մի բան էլ կա, որ այդ կենտրոնում Melamor Center где որտեղ կլինի համ խանութ, համ ուսլուգաններ, ոնց որ ես ունեմ հիմա Երևանում, ինքը այդ ֆրանշիզան իմенно Melamor-ով կվաճառվի։ То есть երկրի բոլոր մասնիկներում ցանկացած մարդ կարա բացի։ Բացումը մեր դիզայներները գնում են այդ ամեն ինչը հավաքում են, ամենտեղ պետք է նույնը լինի, գույներով իր անունը, լոգոտիպը, ու այդտեղ ես եմ գնում, երբ որ պատրաստվում է, գնում եմ արդեն սովորեցնելու։ Արդեն, հստակ ինքը ունի իր գումարը, մարդ որ իմանա անգամ ինչքան պետք է ներդրում անի ու ինչքան պետք է աշխատի, ոնց պետք է աշխատի։ Единственное միակը, որ ես թողում եմ իմ որ ես следить անեմ, որ հետևեմ, որ քանի որ ես կամ, ասած ասեմ, Melamor պիտակի ներքո չպետք է չլինի սխալ ինչ-որ մի բան։ Դու ձեր բրենդին հետևեք, էլի, իր որակին, իր արդյունավետությանը։ Այո։ Մելնե, ես ճիշտ հասկացա, օրինակ, չգիտեմ, Շիրակի մարզում մի հատ մեր հարգարժան գյումրեցիներից մեկը դնում է մի հատ բուտիկ է բացում, հետո ձեզ ասում է ժողովուրդ, եկեք դիզայնը մի հատ հələ կարգի բերեք, հետո մերին են գնում է, պրեզենտացիա է անում ու ասում է, բարով վայելեք, գները աստղաբաշխական չեն, դուք ձեր պրոցենտը ունեցեք, ձեր ֆիրման ունեցեք։ Ցանց է, էլի վսվայմ ռոդի։ Իրանք առնում են մի անգամ։ Ու ես պրոցենտ, նայեք, եթե ես տեսնում եմ, Բա իր շահավորն է, ինքը պրոցենտ անալու։ Չէ։ Նայեք, օրենքով ինքն է ինձ պրոցենտ տալիս, որ Melamor-ի տակ աշխատում է։ Բայց անգամ որ ինքը կոսմետիկա է առնում մեզանից, ես երևի կլինեմ առաջի ֆրանշիզայի հիմնադիր, որ անունի համար գումար չի վերցնի։ Ու նաև որ ես կամանցից ուսումնասիրում եմ մեր Հայաստանում արտադրանքներ, հլա չեմ հասցրել, ես ուզում էի բոլորին հավաքել, ես երբ որ տեսնեմ, որ ինքը արդյունավետ է, այդ իմ ֆրանշիզայի մեջ կներարվի։ Դապուստիմ, դուք վերցրել եք ֆրանշիզա, դուք չեք կարա ձեր ուզած կրեմը բերեք դնեք պոլկայի։ Քանի որ ես չգիտեմ ինքը օգնում է թե չէ։ Ես վստահ եմ իմ սարքածի։ Ես վստահ եմ այն, ինչը որ ես ներառվում եմ Ալտայից։ Հասկացա։ Բստայության խոսեցինք Melamor Shop-ում արդեն վաճառվող հնարավոր այլ պրոդուկտների մասին էլ։ Հիմա գանք մեկ ուրիշ գործունեության մասին ու վերջում հարցնել եմ, թե ոնց եք դուք հասցնում այս ամենը։ Բարեգործական ֆոնդ, եթե չեմ սխալվում, կամ ստեղծել եք արդեն, կամ էլի փուլում է։ Ընթացքում է, այո։ Ահա, ինչից առաջացավ։ Ես երբ որ մտածում էի տեղափոխվելու Հայաստան, չէի կարող պատկերացնել, որ ես գալիս եմ օգնելու։ Երբ որ մարդ ուզում է օգնի, ինքը դրա դիմաց չի կարա գումար վերցնի։ Բայց ես այդ հնարավորությունը Դա արդեն օգնություն չի։ Հա։ Ուրիշ բան է։ Ես այդ հնարավորությունը չունեմ, որ ես ուղակի բժշկեմ։ Երկար մտածեցի այդ մասին ու չգտա դրա պատասխանը։ Բայց որոշեցի, որ գինը կարա լինի ավելի շատ, ասենց ասեմ, իմ ուժերը ներդրում անեմ կոսմետիկայի, որ ես գումար վաստակեմ ապրելու համար, իսկ բժշկությունս թող բերի
գոնե կլինիկան ինքը իրանով պահի, այդպիսի գումար ասեմ, որ կլինիկան կարա իրան պահի, հա։ Սենց մի բան, ձեր ելույթից հետո, հաղորդումից հետո, ես որ զանգեր եմ ստանում, ու Եվրոպայից շատ զանգում են, ու ինձ ասում են, մենք ինչով կարանք ձեզ օգնենք, կարաք ձեր կարտան ուղարկեք, ես ասում եմ, ինձ անձնական մի կօգնե, իմ անձնականը մի կօգնե, եթե ցանկություն ունեք, я создам ֆոնդ, որտեղ դուք կտեսնեք, որ ձեր յուրաքանչյուր գումարը գնում է ինչ-որ դեղամիջոցների, սպեցիալիստների վճարների, այդ իմ ցանկությունն է, ես ուզում եմ դա անեմ, բայց մարդկա այդ չի ուզում, այդ իրա չի ուզում, ինքը ուզում աշխատի իր փողը վաստակի։ Ահա։ Ու այդտեղից ինձ պատժաժայց արեցին, որ այդ միտքս ասեցի։ Հա, ինձ ասեցին, երբ որ լինի, մենք կուզենանք լինենք այդ ֆոնդի անդամ։ Դրա համար ճիշտ ասեմ, ես էլ զարմացա։ Իսկապես հետաքրքիր է ու ինչքան մեծ արձագանք ա ունեցել հաղորդումը։ Հա, ես չէի սպասում, անգամ ասում եմ, էլի զանգում են։ Ինչքան լավ ազգ ենք մենք, էլի, չէ՞, օրինակ ինչքան հետաքրքիր արձագանք ա եղել ու ձեր այդ օգնության, աջակցությանն է, որ մեր ժողովրդին օգնենք։ Հա, մարդկա սոցիալապես անապահով է։ Հիմա ինչ անես այդ մարդուն։ Ու շատ է։ Ոչ սրիկա պաշտոնյա է, ոչ կաշառակեր, չգիտեմ ինչա, մարդ է հիմա, ինչ ասես, տարեց մարդ է, սոցիալապես անապահով է, չօգնենք այդ մարդուն, թողենք որ ինչ։ Հետևաբար պաստորեն ֆոնդ կա եւ մեր հայրենակիցները օգնում են, արդեն ստեղծել եք, որքան հասկացա։ Ու ընթացքում ասենք։ Ընթացքում է, բայց արդեն ոնց որ այդ դες լավ չգիտեմ, ես օգնականներ ունեմ իհարկե, ասեցին, որ մի շաբաթվա մեջ այդ ֆոնդը ոնց որ արդեն կունենա ինքը ոչ թե ասենք դապուստիվ ինձ ունեմ անձնական շոտ, իմ adzեն ունի, հա, իմ կենտրոնն ունի իր շոտը ու այդ շոտը պետքա լինի առանձին, որ մենք կարանք այդ շոտ տանք մարդկանց։ Մենք ինչ արինք այդ գումարը։ Вот. Էդի շաբաթվա մեջ արդեն կլինի։ Ահա, այսինքն այս ֆոնդը ծառայելու է նաև սոցիալապես անապահովներին, զինվորները եւս է տեղ։ Այո, իհարկե, առանց զինվորված։ Մեր հերոս տղերքը, մեր քաջարի առյուծները։ Այո։ Այդ գործը, այդպես ցավը տանեմ, այստեղ ենք ուժեղ, բա ոնց։ Եկանք հասանք զինվորներին, հարգելի Մելինե, եւ մարդիկ այդ թվում ես չեմ կարող չհարցնել նաև ձեր հատկապես հաշվի առնելով թվագետի մասնագիտությունը երկրի մասին, երկրի վիճակի մասին, ինչ են կանխատեսում թվերը, ինչ պրոգնոզ կտա մեզ Մելինե Հայրապետյանը։ Ինչ է սպասվում այս տեկտոնիկ փոփոխությունների մեջ, այս քաղաքական եւ աշխարհաքաղաքական երուզերի մեջ։ Համեցեք։ Նայեք, անցած անգամ էլ ասեցի, ամեն ինչ սկսվում է մտքից, մտածելակերպից։ Հլավոր փոփոխություններ ասեմ տեսնում եմ մարդկանց մեջ ու այն մարդիկ, ով որ ինձ ասում էր ինչու գալիս ես ներդրում անում ապագա չկա Հայաստան, հիմա իմ քայլ, ով որ ինձ ասենց ասած ճանաչում է, միշտ կա իմ շրջապատում, հիմա ինքը հասկանում է, որ անգամ միշտ ասում էր, որ գնաս հաղորդմանը, սպասի, որ քեզ պետքա հորդորեն, հա, ասենց վատ բաներ գրեն։ Անգամ որ ինքը մտել է կարդացել, ինձ զանգել է, ասում է դե դու թվագետ մարդ ես, դու կարում ես այդ էներգիաները նենց անես, որ սաղ քեզի լավ բաներ են գրել։ Ոյ լավ էլի։ Ասում եմ, չէ, ասում եմ, այտենց ես չեմ կարող իսկապես մարդկանց ստիպել կամ չգիտեմ ինչ անել, որ ինձի լավ ընդունեն։ Ես իրոքից շատ շոյված եմ ու մի տեսակ ներսս նենց ուրախանում է, որ իրոքից ասենք շատ գալիս են իմ մոտ, չէ, մարդիկ ով որ տեսել է բոլորը, սենց ասեմ, 100 հատ զանգ եմ ստացել, 100 հոգին էլ եկել է, մենք գրում ենք, մենք մեր մոտ գրում ենք, ֆանտաստիկ վիճակագրություն, մենք նաև հարցնում ենք, դուք որտեղից մեր մասին գիտեք, այս պահին Հայաստանում ու դրսից, Էստոնիայից էլ ամառը ունենք պացիենտ, էլի ձեր միջոցով տեսել են, ուղղակի ասում եմ,
շատ, ասենց ասեմ, շատ լավ գործ եք անում դուք ու նաև ձեր այդ ճիշտ մոտեցումը ես երևի որ առաջի մեր հանդիպումը, ասենց ասեմ, լավ չէր եղել, հաստատ երկրորդ անգամ չէի գա։ Ես ուղղակի ուրիշ բան եմ ուզում ասել, եթե էներգիաների վրա կարողանում եք ազդել, կարող եք մի հատ ազգային ժողովի օրինակ վրա էներգիաներով ազդել, այնտեղ գանգները մի քիչ փոփոխվի եւ սկսեն։ Դե նայեք, ես անցած անգամ ասեցի 2025 թիվը Հայաստանի համար նախապատրաստական է։ Ավելին ասեմ, դա շատ խորը У меня есть миссионерский ход. Это лето в Западную Армению. Կանցնի ժամանակ մենք կհանդիպենք ու կխոսանք այդ մասին։ Բայց հետո շատ մեծ հնարավորություն կա начало, սկիզբը 2026 թվին Հայաստանում։ Ինչի սկիզբը։ 2026 թվի սկիզբը Հայաստանի համար շատ մեծ ճակատագրային է։ Ճակատագրական։ Այո։ Կարա ամեն ինչ փոփոխվի։ Առաջինը էլի եմ ասել, յուրաքանչյուրից է այդ կախված։ Ամեն դեպքում ամեն մարդ ինչ заслужить է անում, այն էլ ստանում է։ Դե հա, այդ կա։ Այն որ լինում է, չէ, որ դու միշտ ուշանում ես, միշտ քո մոտ ուշանում են։ Ահա, հիմա ամենքս էլ պետք է, օրինակ ես շատ լավ եմ տրամադրված։ Մեկը ես լավ եմ տրամադրված։ Ու այնց հավատում եմ, որ մի քիչ շատ շուտեր ես Հայաստանին հաշվեցի եւ Արցախին առանձին իմ կանխատեսումները բերեցին 2022-ին, չէ, բոլորով 23-ին, չէ, բոլորովին եկան արդեն Արցախից, ահա։ Երբ որ էդի տեսա, տալիս էր 3 տարի թվերով, որ կլինի սենց խառը։ Ահա։ Ես 27 թվից դաժե մի քիչ ավել, չէ, 27 26-ի վերջ, որտեղ այնտեղ թվերը դեկադաններով է տալիս, տարով չի տալիս։ То есть ինձ համար տարվա վերջը, թվերի համար կներեք, տարվա վերջը կարա լինի մարտի 1։ Լավ։ Ես որը տեսա, մեծ փոփոխություններ կան։ Պրոստը պետք է մենք այդ ընդունենք այդ փոփոխությունները, ներքո կարանք ընդունենք։ Հիմա մարդիկ Հայաստանում գիտեք ոնց են, ոնց որ աչքերը փակած ապրեն։ Ես ուղղակի չհասկացա, օրինակ 26-ի սկիզբ ճակատագրական ինչ որ լուրջ փոփոխություն է սպասվում։ Այո։ Բա 27-ին Արցախցիների վերադարձ, թե Արցախի հարցով։ Արցախի հարցով մեծ լավ արդյունքներ ունենք ու ինձ համար էլ ես դե որ պոլիտիկայից դες լավ չեմ հասկանում։ Ասեք, պոլիտիկայից պետք չի։ Ու ինձ համար զարմանալի էր, որ էդի կարա լինի ու առանց պատերազմ։ Դա առանց պատերազմը տարվել, որովհետև դավաճանաբար մի քանի սարիկա հանձնել են։ Դե ես ասենք, որ սենց ավելի լայն խոսում եմ իմ մոտիկների հետ, ասում են, էդի անհնարին է, առանց պատերազմ անհնարին է, բայց երբ որ իրանք հետ են գալիս, որ 20 թվին իմ կանխատեսումները, ես մի քիչ չեմ սիրում էդի արձագանքել ուղղակի, արդեն ուզեն չուզեն հավատում եմ, որտեղ ոնց ասել եմ, տենց է եղել։ Այսինքն ինչ է, այդ ճակատագրականը որն է, մենք տենց արտանդալու ենք ու խելքները գլուխներս հավաքենք, թե Թրամփ պապիկը Պուտին պապիկի հետ ինչ որ ասելու են, Արևմտյան Հայաստանը ձեզ, Արցախը ձեզ։ Չէ։ Կլինի մարդ, ով որ ուժ է ունենում,
ու գիտեք ոնց է ես միշտ ասում Հայաստանը ոնց կարելի է պահել ամուր։ Ասել եմ Հայաստան պետքա լինի общество, որ ինքը լույս տա։ Ու բոլոր մարդիկ ոնց որ մատելյոկը կա, չէ, որ դեպի լույս գնում է։ Հիմա խավար է Հայաստանում, լույս չկա։ Երբ որ այդ լույսը լինի, մատելյոկների պես մեր բոլորը յուրաքանչյուր որ դրսում ապրում են ու ասում են դրսում ապրում եմ օգնենք Հայաստանին, տես չես կարա։ Դու պետքա ներսում ապրես ու ներսում քո ուժը ներդրում անես ու ապրես։ Այդ ժամանակ մենք կունենանք լավ ղեկավարել, հայրենասեր ղեկավարել, խելացիել։ Մենք այդ ժամանակ կունենանք։ Ուղղակի այս 25 թիվը, որ մենք ունենք, մենք պետք է այդ չբաց թողենք։ Դա պետք է հավաքվել, դա պետք է ամփոփել, դա պետք է ճանապարհներ կան։ Հայաստանը ամրացնելու համար, Հայաստանը մեծացնելու համար սես չի լինելու միանգամից։ Բայց այդ հնարավոր է։ Հիմա ներկայիս վիճակով։ Դապուստիմ ես սկսեցի նայել Հայաստանի մոտ մեր երկրները, ոչ ուզում եմ շատ լայն մեծացնեմ այս զրույցը, ոչ էլ համել ուզում եմ, որ մարդիկ կան, որ նայեն հույսը չէ, որ հասկանան, որ իրոքից կարելի է տարած։ Այս այնպես բաներ ա լինելու, որ մենք չենք սպասել դրան։ Ու անգամ հիվանդություններ ա լինելու։ Այս որ մենք չասեք կորոնավիրուս։ Այս որ մենք կորոնա ունեցանք, կորոնայից հետո լինում է մուտացիա։ Բայց ոչ բոլորի մոտ։ Ու ասենք այդ մուտացիայի համար կան, ոնց են ասում, противоядие։ Հակաթույնը կա։ Ահա։ Ես դապուստիմ հիմա եթե ունենում եմ մի փոքր ազատ ժամ, մտածում եմ այդ именно создать, потому что ես ոչ միայն կրեմներ, ես դեղերել եմ սարքում, ես սենց ասած այդ դեղերի էքստրակտներից ես դեղեր եմ սարքում։ Շատ անգամ մտածում եմ դրա մասին, որ դիմեմ լաբորատորիա, որ այդ դեղը կարողանանք սկսենք արդեն արտադրել։ Որ դա լինի մեր Հայաստանում։ Երբ որ արտադրվածք լինի Հայաստանում նամանավան դեղ, մենք կլինենք շատ ուժեղ։ Դա Աստված, եւ թող էլի Աստծո կամոք ձեր այս դեպքում թվային կանխատեսումները իրականանան, մենք այս թմբիրից, այս քնից արթնանանք, խելքի գանք, համախմբվենք, այդ անհատներն էլ կամ այդ ուժեղ լիդերներն էլ իրենց էներգետիկայով մեզ առաջնորդեն ու մի հատ մեջքները շտկենք։ Նայեք, ես ոնց եմ մտածում։ Սփյուռքից Հայաստանը հա կարաս սիրես, բայց եթե դու ուզում ես, որ տեսնես առողջ ամուր երկիր, դու պետքա լինես այդ երկրում։ Այո։ Ասենք ես շատ եմ ուսումնասիրել, միջև իմ գալս, երբ որ ես պատմությունիցս որ պատմեցի, հա, սկսեցի հայկական մեր պատմությունը ուսումնասիրել, հետո որ ոնց են օգնել, ոնց է շարունակվել, ես հասկացա մի բան, եթե դու ուզում ես քո հայրենիքի համար մի բան անես, ամենամեծ ներդրումը դու ես ու քո էներգիան։ Շնորհակալություն ձեզ եւ ձեր էներգիայի համար։ Շնորհակալ եմ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, մեզ այսօր հյուրընկալվել էր թվագետ, բուժակ, մելամոր կոսմետիկայի ցանցի հիմնադիր Մելինե Հայրապետյանը։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ, որ հաղորդումը դիտեցիք եւ մեր ալիքին բարենորդագրվեցիք։